արքայություն քո, եւ ինձ կամքո։ Օգոստոսի 12-ին ոստիկանության մայոր Վազգեն Գրիգորյանը կդառնար 50 տարեկան։ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանի ծննդյան օրը Վազգենի հարազատները, ընկերներն ու գործընկերները հավաքվել էին հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին։ Նա էությամբ մարդ տեսակ, եւ միջավայրում, եւ աշխատանքի վայրում, եւ ընտանիքում մնաց ամբողջ յանքում կմնա իմ մեջ կենթանի ողջ, թող բոլորս ապրենք իրենց տված խաղաղ երկնքի տակ, իրենց կյանքի նվիրած խաղաղ երկնքի տակ։ Վազգեն Գրիգորյանի հիշատակին բացվեց հուշաղբյուր։ Այն ոչ միայն նրա անունը հավերժացնող հուշավայր է, այլև հարազատների ու նրան ճանաչողների համար հիշողության նորանկյուն։ Վազգեն Գրիգորյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Շուշիում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով։ Բայց Վազգենի սխրանքը ոչ միայն մեզ կապրեցնի այս հոբելյանական ծննդյան տարեդարձին, այլ Վազգենի եւ իր մյուս ինակից ընկերների սխրանքը, որ տեղի ունեցավ Արցախում 44-օրյա այս պատերազմին, այդ սխրանքը շարունակվելու է, այդ սխրանքը եւ այդ սխրանքի մասին պիտի խոսենք մենք մեր գալիքի, մեր զավակների հետ միասին, որպեսզի մոռացության չմատնենք ոչ միայն Վազգենին, այլ նաեւ այն բոլոր նահատակներին, այն բոլոր ժամանակներում հերոսական այս մարտերում հայրենիքի պաշտպանության համար մեր նահատակների մասին, որոնք որ մեզ պիտի կենթանի վկայություն լինեն եւ այդ վկայության իրական ներկայությունը այսօր այս բոլոր մարդիկ են, որոնք որ հենց այս գաղափարի համար են հավաքվել, որպեսզի եւս մեկ անգամ իրենց ուխտը վերանորոգեն, իրենց հաստատուն կամքը հաստատեն, որ այո, իրենք եւս ինչպես Վազգենը եւ մյուս նահատակները, իրենք եւս այսօր իսկ անգամ պատրաստ են այս սուրբ հայրենիքի, այս սուրբ եկեղեցու, այս սուրբ ժողովրդի համար նահատակվելու։ Նրան ճանաչողները հիշում են որպես նվիրված ծառայողի, ընկերոջ եւ ընտանիքի հոգատար անդամի։ Վազգեն Գրիգորյանի կյանքն ընդհատվեց 44 տարեկանում, սակայն նրա անունն ու հիշատակը շարունակում են ապրել հարազատների ու ծառայակիցների հիշողություններում։ Վազգենը լավն էր։ Ցանկացած գյուղացու մոտեցեք, որը երբևէ փոքր-ինչ առիթով շփվել է նրա հետ, նույն բանը կասի։ Հարեհաս, մտերմիկ, միայն լավը ցանկացող։ Իր լավ ծնողների լավագույն զավակը։ Մեր Վազգենի համար ամենակարևորը հասկացությունը հայրենիքն էր, հայրենիքի գաղափարն էր եւ իր հայրենի գանձակարը որպես այդ հայրենիքի մի մաս։ Նա Արցախում պաշտպանում էր նաեւ իր հայրենի գանձակարը։ Նա գիտեր, ինքը գրագետ էր, ինքը հասկանում էր քաղաքական խորհրդությունները։ Նա գիտեր, որ որոշ պահերի ինչ ցավի մեջ մենք կարող ենք ընկնել, ու նա գնաց գիտակցված պահելու, փրկելու մեր հայրենիքը։ Հուշաղբյուրի բացման ժամանակ հնչեցին Վազգեն Գրիգորյանի մասին հիշողություններ, ծաղիկներ խոնարհվեցին նրա հիշատակին։ Վազգեն Գրիգորյանի 50-ամյակի օրը բացված հուշաղբյուրը այսուհետ կպահպանի նրա անունը ու հիշատակը։